Հայաստանի Հանրապետությունում KGB-ի պատվալը պետքա փակվի։ Դեռ պետքա փակվեր Քոչարյանի ժամանակ, երբ որ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, հետո պետքա փակվեր Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ Հայաստանը շարունակում էր ինտեգրվել ասոցիացիան համաձայնագիր բանակցել Եվրոպական միության հետ, հետո եկավ հեղափոխություն, որ պետք է արդեն KGB-ի պատվալը փակվեր։ Եվ այս պատվալը չի փակվել, եւ այս պատվալում հիմա գտնվում են նաեւ քա բանտարկյալներ, մի մասին արդեն տվել են տնային կալանքներ, օրինակ Միքայել Սրբազանը տնային կալանքի մեջ է, Բագրատ Սրբազանը այստեղ է, եւ ուզում եմ ասել, որ մեր ուղերձը, մեր ժողովրդին, քաղաքացիական հասարակությանը, եւ այն քաղաքացիական հասարակությանը, որը օբյեկտիվ է, այսինքն Սերժի ժամանակ չէր ասում KGB-ի պատվալը պետքա փակվի, Նիկոլի ժամանակ ասենք ձեն չի անում։ Այսինքն օբյեկտիվ մարդկանց ենք ասում, որ ժողովուրդ ջան, հունիսի 8-ին իշխանությունը փոխվելու արդյունքում մենք բոլորս հնարավորություն ենք ունենալու KGB-ի պատվալը փակելու։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։